Այսօր կայացել է Հայաստանի Հանրապետության Կառավարման ակադեմիայի պատվերով եւ աջակցությամբ հրատարակված «Անձը եւ պաշտոնը» գրքի շնորհանդեսը։ Գրքի հեղինակներ Արտաշես Ջավադյանը, Մարինե Պետրոսյանն ու Դավիթ Ամիրյանը նշել են, որ այս գիրքը յուրօրինակ ուղեցույց ձեռնարկ կարող է լինել անձնակազմի կառավարման հարցերով զբաղվող մասնագետների, կառավարման ոլորտի աշխատակիցների, ինչպես նաեւ ուսանողների համար։ Անձը եւ պաշտոնը սա Կառավարման ակադեմիայի պատվերով ու աջակցությամբ հրապարակված արդիական թեմատիկայով ձեռնարկ է։ Գրքում հոգեբանական տեսանկյունից դիտարկվում են անձի եւ պաշտոնի համապատասխանության, անձնակազմի ընտրության, խրախուսման ու հարմարվելուն առնչվող հարցերը։ Գրքի հեղինակները վստահեցնում են, գիրքը հետաքրքիր ու օգտակար կլինի անձնակազմի կառավարման հարցերով հետաքրքրված մասնագետների, կառավարման աշխատակիցների, ինչպես նաեւ ուսանողների համար։ Մի խումբ մասնագետների հետ միասին փորձեցինք մի աշխատություն պատրաստել, որը նվիրված կլինի պաշտոնների հոգեբանական բնութագրիչների նկարագրման մեթոդաբանությանը, ինչպես նաև անձերի, հավակնորդների, անձային որակային ուրեմն հատկություններին եւ ունակություններին։ Այդ համատեղելիությունը որոշելու համար գոյություն ունեն որոշակի մեթոդներ, մեթոդիկաներ եւ մենք փորձել ենք այս աշխատությունում դա ուրեմն լուսաբանել։ Գրքի աշխատանքի իդեան սկսվել է դեռևս 2006-2007 թվականներին, երբ որ մենք մի կազմակերպությունից ստացանք պատվեր իրականացնելու մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի ներդրման։ Այնուհետև մենք ստացանք Կրթության գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի կողմից թեմատիկ ֆինանսավորում, շահեցինք, այսպես ասած, անձի եւ պաշտոնի համապատասխանելիության հոգեբանական գնահատմանը ուղղված եւ ոնց որ սկզբում արեցինք գործնական աշխատանքը, հետո դա համալրեցինք տեսական դրույթներում եւ քանի որ հավաքվել էր բավականին լուրջ նյութ, որոշեցինք, որ այն տպագրվի գրքի տեսքով։ Եթե կարողանում ենք վերլուծենք պաշտոնը, հասկանանք ինքը ինչ պահանջներ է առաջադրում, կարողանում ենք ճիշտ ընտրություն անել կադրերի եւ համապատասխան անձեր ընտրել։ Հիմնական բովանդակությունը դա է։ Ինքը ձեռնարկ իրանից շատ լավ ուղեցույց է ներկայացնում, որից որ կարելի է օգտվել եւ կազմել ցանկացած մասնագիտության համար բնութագիր, հա, անձնագիր, այսպես ասած, որով որ հետագայում կարելի է կատարել ընտրությունը։ Դա կարելի է օգտագործել տարբեր փուլերում եւ այն պահից սկսած, երբ որ կարիք կա ստեղծել նոր կառույց եւ այդ կառույցում պետք է հասկանալ ուրեմն պաշտոնները եւ իրանց պարտականություններն ու այն մարդիկ, ովքեր որ պիտի դա զբաղեցնեն։ Դա կարելի է օգտագործել, երբ որ հանկարծակի ծագում է ընտրության անհրաժեշտություն ինչ որ մի պաշտոնի համար։ Պաշտոնը պետք է շատ լայն հասկանալ, հա, մենք չենք խոսում նախարարի, նախագահի, ինչ որ պաշտոնը այդ ուղղակի այն դիրքն է, որի գործունեության մեջ կան ուրեմն գործառույթներ եւ պատասխանատվություն։ Գրքում տեղ են գտել կիրառական նշանակության նյութեր, պաշտոնի վերլուծության հարցաթերթիկ, պաշտոնի գնահատման սանդղակ եւ այլն։ Հեղինակները կարողացել են շատ ամփոփիչ ձևով եւ շատ հակիրճ ձևով նաեւ ներկայացնել այն բոլոր խնդիրները, որոնք անհրաժեշտ են, որովհետեւ կառավարման խնդիրները կարողանան լուծվել գիտական հիմնավորումով։ Եվ ասեմ ձեզ, որ այստեղի մեր ժամանակի երևի ամենակարևոր հարցերից մեկը պետության կայունացման, պետության զարգացման համար դա կառավարման համակարգի ձևավորումն է։ Մենք նոր ենք որպես պետություն եւ բնական է, որ կառավարման համակարգներն են նոր ձևակերպվում եւ շատ կարեւոր է, որ դա հասկացվել է եւ այս գրքի ներկայությունը եւ գրքի նկատմամբ վերաբերմունքը, ուշադրությունը խոսում է դրա մասին։ Մասնավոր սեկտորում գրկված ղեկավար անձանց համար այս գիրքը իրոք կարող է փրկարար ուղղակի դեր հանդիսանալ, որովհետեւ իմ պատկերացմամբ մասնավոր սեկտորի ղեկավարները ղեկավարում են այնպես ինչպես պատահի։ Այս առումով գիրքը ուշագրավ էր իմ համար։ Գրքում մանրամասն լուսաբանվում է անձնակազմի ընտրության, գնահատման, խրախուսման, արդյունավետության բարձրացման ձևերն ու մեթոդները ու նաև հենց ղեկավարի անձնակազմին ինտեգրվելու ձևերը։ Գրքի շնորհանդեսին ներկա հյուրերին հեղինակներն առավել հանգամանալից ներկայացրին կատարված աշխատանքը, ինչպես նաև իրենց մակագրությամբ գրքեր նվիրեցին ներկաներին։ Անահիտ Հակոբյան, Սեյրան Վանթյան, Երևան լրատու։